Եղանակը տաքանում է, զուգահեռ փողոցներում ավելանում են ինքնագլոր վարողները։ Ինքնագլորներով շատ հարմար է վարելը, մայթերով այդքան էլ չէ, որտեղ մաքնանց մեջ ես անդադ քշում էլի։ Վարելը հարմար է, սակայն պետք է հետևել կանոններին։ Նոյեմբերից սահմանվել է վարչական պատասխանատվություն անհատական շարժունակության միջոցներ վարելիս խախտումների համար։ 16 տարի չլրացած քաղաքացիները չեն տուգանվում։ Այս անգամ բանավոր դիտողությունով բավարարվենք, մյուս անգամ արդեն իր նկատի կունենանք երթևեկեք միայն մայթերով։ Նոյեմբերից մինչև այսօր արձանագրվել է 72 իրավախախտում։ Սահմանված նորմերով, օրինակ անհատական շարժունակության միջոց կարող են վարել 18 տարեկանից բարձր անձինք, նաև 16-ից 18 տարեկան այն երիտասարդները, որոնք ունեն AM ենթակարգի վարորդական վկայական։ Չի թույլատրվում տեղափոխել ուղևոր կամ բեռ, բացի օրինակ ուսապարկից։ Այս դեպքում տուգանքը 10,000 դրամ է։ Օրենքն անհրաժեշտություն էր, քանի որ վաղուց փողոցները լցված էին անհատական շարժունակության միջոցներով, նշում է ակտիվիստ Արտակ Գաբոյանը։ Հավելում, սահմանված նորմերն ունեն խնդիրներ։ Ներկայացնում է այն կետը, որով անհատական շարժունակության միջոցի արագությունը չպետք է գերազանցի 25 կմ/ժ։ Ոչ թե մեքենաների նման գրածա, որ իրավունք չունեն վարեն այսքանից արագ, այլ հենց այս սարքը չպետք է գերազանցի։ Իսկ եթե գերազանցումը ինչ, ուրեմն սրան չի վերաբերում։ Ոնց որ մեքենա ներմուծելուց բարբալորեն ասեն ձեր մեքենան չպետք է արագություն, չպետք է գերազանցի, ասենք 150 կմ/ժ, ինչ է դա նշանակում, մաքսիմալ արագությունը դա պետք է լինի թե որոշակի հատվածներում վարելու արագությունը։ Պարեկային ծառայությունից տեղեկացնում են, պահանջը վերաբերում է եւ վարողին, եւ անհատական շարժունակության միջոցները վարձով տրամադրող կազմակերպություններին։ Կազմակերպությունը պետք է ապահովի, որպեսզի տվյալ անհատական շարժունակության միջոցը հնարավորություն չունենա զարգացնելու 25 կմ/ժ-ից ավելի արագություն։ Գաբոյանը մեկ այլ խնդիր է բարձրաձայնում։ Հանրապետությունում չկա գործող լիարժեք հեծանվուղի։ Արկագծերի վրա էլ մեքենաներ են կայանում։ Քաղաքացուն, որը գտել է ինչ-որ այլընտրանքային տրանսպորտային միջոց, որպեսզի կոմպենսացնի շատ վատ աշխատող քաղաքային տրանսպորտի բացակայությունը, իրանք ասում են դու իրավունք չունես քշես։ Ոչ մայթերով փաստացի, որովհետև չենք կահավորել, ոչ փողոցով, որտեղ քեզ արգելում ենք փողոցով քշել, ոչ էլ հեծանվուղիները, որովհետև չենք կառուցել այդ հեծանվուղիները։ Մինչդեռ պարեկային ծառայությունից նշում են, օրենքի կարգավորումները այնպիսին են, որ ամեն դեպքում մարդը հնարավորություն ունենա վարել։ Դրա համար հենց օրենքով թույլատրվել է վարել մայթով, եթե հնարավոր է։ Իսկ եթե, ինչպես դուք եք նշում, մայթերով հնարավոր չէ վարել, չկան հեծանվային արահետներ, հեծանվահետնյոտային արահետներ, չկան կողմնակներ, տվյալ դեպքում արդեն օրենքը թույլ է տալիս, որպեսզի վարի ճանապարհի երթևեկելի հատվածի աջ մասով։ Այսինքն ամեն դեպքում կարող է վարել, բայց պետք է պահպանի սահմանված պահանջները։ Գաբոյանը նաև նշում է, որ դեպք է եղել, երբ հեծանվորդին են տուգանել փողոցով վարելու համար, իսկ տուգանքի մեջ նշվել է մայթի առկայության պայմաններում հետիոտնը շարժվել է երթևեկելի մասով։ Հարություն Իսահակյանը նշում է, այդպիսի իրավախախտման եւ արձագանքի վերաբերյալ տեղեկություն չունի։ Լիանա Խաչատուրյան, Էդգար Դավթյան, լուրեր։